Բոլեսլավ Պրուս, Որբի ճակատագիրը, 1987 թվական։ 7. Ճակատագրի փոփոխությունը։ Մոտենում էին դպրոցական արձակուրդները, և թեպետ Թադեկը դժվարությամբ, իսկ Էդեկը համարյա հրաշքով փոխադրվեցին երրորդ դասարան, դպրոցն ավարտելու առիթով տանը նրանց հաճելի անակնկալ էր սպասում։ Երբ երեխաները դպրոցից տուն եկան և ցույց տվեցին առաջադիմության թերթիկները, մոր աչքերը թրջվեցին, իսկ հայրը փայլելով բարի ժպիտով ասաց. «Զավակներս, դուք գիտեք, որ ուսումը զարդարում է մարդուն։ Դուք գիտեք նաև, որ դպրոցը նման է կյանքի, և նա, ով փոքր հասակից բարեխղճորեն է կատարում իր պարտականությունները, ժամանակի ընթացքում մեր երկրի համար լավ ու պիտանի մարդ է դառնում։ Ուսումը և իր գործի նկատմամբ ունեցած բարեխղճությունը մարդուն երջանկություն են պարգևում։ Դուք էլ այժմ ձեր ջահել սրտերում հավանաբար քաղցր բավարարվածություն եք զգում»։ «Օ, իհարկե, հայրիկ», բացականչեց Էդեկը, հոր հանդիսավոր խոսքերին քաջ ծանոթ լինելով։ «Այո», Էդեկից անմիջապես հետո հաստատեց Թադեկը։ Փոքր լինելով, նման պահերին լրջություն պահպանել առայժմ չէր կարողանում և մեծ հետաքրքրությամբ կողքի սենյակներ նայում։ «Ես գիտեմ», շարունակեց պան Կարոլը, «որ կվիրավորեի ձեզ, եթե ձեր ուսման ու օրինակելի վարքի համար փողով վարձատրեի, չէ՞»։ «Օ, իհարկե, հայրիկ», կրկին բացականչեց Էդեկը։ «Այո», անհանգստորեն սպասելով հոր ճառի վերջին, նորից հաստատեց Թադեկը։ «Եվ ելնելով այն բանից, շարունակեց պան Կարոլը, որ դուք հաջողությամբ փոխադրվեցիք հաջորդ դասարան և ինձ ու մայրիկին ուրախություն պատճառեցիք, մենք որոշեցինք փոքրիկ նվերներ տալ ձեզ»։ Այս անգամ նույնիսկ Էդեկը բալի պես կարմրեց, իսկ Թադեկը ծափ զարկեց։ Հայրը մյուս սենյակից դուրս բերեց 3 անվավոր հեծանիվը ու հրապատիճով հրացանը։ Տղաներն այստեղ արդեն չհամբերեցին։ Ուր կորավ նրանց արհեստական լրջությունը։ Էդեկը նետվեց հոր գիրկը, Թադեկը սկզբում փախցրեց հրացանը, հետո համբուրեց մորը, հետո մատը դնելով ձգանին, սկսեց շնորհակալություն հայտնել հորը և վերջապես ցանկություն հայտնեց հեծանիվ նստել, որը դժբախտաբար արդեն վերցրել էր Էդեկը։ Պան Կարոլը շատ էր ցանկանում մի քանի բարի խորհուրդներ ևս տալ նրանց, բայց տղաները նրան այլևս չէին լսում։ Նրանք հեծանիվով զբոսնում էին սենյակներում ու կրակում, այնքան բարձր էին ծիծաղում, որ անգամ Յասը դուրս եկավ իր սենյակից ու աչքերով կլանելով հիանալի խաղալիքները, կանգնեց բազկաթոռի ետևում։ Նա հիշեց, որ ինչ-որ մի ժամանակ մայրն էլ էր իրեն նվերներ տալիս, մի անգամ թմբուկ, մի ուրիշ անգամ շարժական անիվներով ստվարաթղթե ձի, երրորդ անգամ թիթեղյա խողովակ։ Ճիշտն ասած, այդ ողջ խաղալիքները միասին ավելի էժան էին, քան հեծանիվը կամ հրացանը, և չնայած այդ բանին, որքան կուզենար, որ գոնե երազում վերադառնային այդ անմոռանալի ժամանակները, այն խղճուկ խաղալիքները, և նա, ով այնպիսի սիրով նվիրում էր դրանք։ Բոլորովին ուշադրություն չդարձնելով տխրամած Յասի վրա, տղաները հեծանիվ էին քշում, կրակում, ճչում, ամենևին էլ չմտածելով այն մասին, որ արդեն երրորդ դասարանցի են, և որ ամենագլխավորը այն մարդու զավակներն են, որն իր տուն բերեց այդ որբ տղային, մտահոգված է ամբողջ հասարակության բարօրությամբ և ամեն մի առիթով այդպիսի հիանալի քարոզներ է կարդում։ Չափից ավելի ուրախությունը, որ պատել էր երեխաներին, պան Կարոլին դուր չեկավ։ Նա կնոջը կանչեց մյուս սենյակը ու դառնորեն ասաց. «Թանկագինս, ինձ թվում է, թե մեր որդիները չհասկացան այն ամենը, ինչ ես նրանց ասացի»։ «Բայց, Կարոլ, չի կարող պատահել։ Նրանք իրենց տարիքի համեմատ ավելի զարգացած են։ Մի՞թե դու չէիր նկատում, թե Էդեկը ինչպիսի ուշադրությամբ էր լսում քեզ։ Տղան կուլ էր տալիս քո յուրաքանչյուր բառը», մեծ ոգևորությամբ ասում էր պանին։ Ամուսնու կնճռոտված ճակատը մի փոքր լուսավորվեց։ «Բայց ինձ թվում է», նկատեց նա, «որ այդ միանգամայն բնական ուրախության մեջ թեթև սոլիկության նշաններ կան»։ «Դու շատ խիստ ես սիրելիս», բացականչեց պանին։
Չէ՞ որ նրանք նման արարքներով արտահայտում են քո հանդեպ ունեցած շնորհակալությունն ու սերը։ Պան Կարոլը միանգամայն հանգստացած գնաց իր աշխատասենյակը, որպեսզի լռության մեջ մտորի կանանց արհեստանոցների կանոնադրության հոդվածների մասին։ Մի զբաղմունք, որն արդեն կամաց-կամաց սկսել էր ձանձրացնել նրան։ Իսկ պանին այդ ընթացքում մի կողմ տարավ որդիներին ու երկար ժամանակ զրուցում էր նրանց հետ։ Այդ նույն օրը ճաշից հետո, որին մասնակցում էր նաև Յասը, Էդեկի ու Թադեկի փոխադրվելու առթիվ 3 տղաներն էլ կես բաժակ հունգարական գինի ստացան։ Մի շատ արտակարգ դեպք տեղի ունեցավ։ Երբ արդեն պատրաստվում էին ելնել սեղանից, մայրը բազմանշանակ հայացք նետեց որդիների վրա։ Էդեկը ծնկով հարվածեց Թադեկին, Թադեկը բռունցքով պատասխանեց Էդեկին, որից հետո շատ հանդիսավոր տեսքով նրանք մոտեցան հորը։ «Հայրիկ, մենք մի մեծ խնդրանք ունենք», սկսեց Էդեկը։ «Մենք ցանկանում ենք սովորեցնել Յասին», մեջ ընկավ Թադեկը։ «Դե չէ, այդպես չէ», նրա խոսքը կտրեց Էդեկը։ «Թող ես ասեմ։ Մենք ուզում ենք, որ Յասը խաղա մեզ հետ»։ «Այո, իհարկե, որպեսզի խաղա», եղբոր խոսքը կտրեց Թադեկը։ «Դե թող ես ասեմ», կրկին նրան ընդհատեց Էդեկը։ «Մենք ցանկանում ենք դասեր տալ Յասին, և եթե նա լավ աշակերտ լինի, թույլ կտանք խաղալ մեզ հետ»։ Պանին հաղթական ժպիտով նայեց ամուսնուն, իսկ զգացված Կարոլը ասաց. «Ես շատ ուրախ եմ, զավակներս, որ դուք այդպիսի բարի ցանկություններ ունեք։ Իհարկե, սովորեցրեք ձեր երիտասարդ ընկերոջը, քանի որ նման արարքներով դուք դեռ փոքր հասակից կսովորեք օգնել մերձավորին»։ «Դե ինչ կասես, մի՞թե նրանք քեզ չեն հասկացել», թեքվելով դեպի ամուսինը շշնջաց կինը։ Զգացված պան Կարոլը համբուրեց նրա ձեռքը։ Էդեկը մոտեցավ զարմացած ու վախեցած Յասին և հայտնեց. «Այսօր դու դեռ արձակուրդի մեջ ես։ Պարապմունքները կսկսենք վաղվանից։ Եթե լավ սովորես, մենք քեզ թույլ կտանք հեծանիվ քշել կամ էլ հրացանով կրակել, ինչ որ քեզ դուր կգա»։ Այնուհետև պան Կարոլն իր տարիքից մեծ թվացող երեխաների հետ հյուր գնաց, և Յասը նորից մենակ մնաց։ Նա երջանկությունից կուրացել էր, բայց և շատ անհանգիստ էր։ Նրան ուրախացնում էր այն հանգամանքը, որ այժմ ընկերներ կունենա, կարող է խոսել նրանց հետ, խաղալ։ Միայն այն մտքից, որ ինքը պետք է կրակի հրացանից կամ հեծանիվ նստի, ամբողջ մարմնով դողում էր և հույսով սպասում։ Հետաքրքրությամբ հարցնում էր ինքն իրեն, թե ինչ պիտի սովորեցնեն, և նա խորոք զգում էր այն հաճույքը, որ զգալու է նրանց գովեստներից։ Գուցեև պան Կարոլն ու նրա կինն էլ, տեսնելով իր աշխատասիրությունն ու առաջադիմությունը, երբևէ կշոյեն իրեն, գուցե սրտալի կհամբուրեն, ինչպես նա, ով արդեն մի քանի ամիս է, ինչ թողել է իրեն բախտի քմահաճույքին։ Գիտեք, երբեմն Յասը տարօրինակ ցանկություններ էր ունենում։ Երբեմն ցանկանում էր կամացուկ մոտենալ պան Կարոլի կնոջը, գլուխը դնել նրա ծնկներին և համբուրել զգեստը։ Եթե փակի աչքերն ու զգա, թե ինչպես են նրա նուրբ ձեռքերը շոյում իր ճակատը կամ մազերը, կարելի էր երևակայել, որ մի քանի վայրկյանով վերադարձել է մայրը, որին նա այնքան հաճախ երազում էր։ Բայց ոչ մի անգամ չէր կարողանում մոտենալ նրան իր կարոտած շրթունքներով։ Տղան այստեղ ամեն ինչ ուներ, և տաք սենյակ, և ամենաընտիր ուտելիքները, բայց նրան չէին բավականացնում ծանոթ դեմքերը, ձայները, քնքշանքները։ Բայց Յասի հրաշալի երազանքներն իրենց էության մեջ ինչ-որ դառը համ ունեին։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու այդ երկու տղաները առանց որևէ պատճառի հանկարծ որոշեցին զբաղվել իր կրթությամբ։ Էդեկի ու Թադեկի որոշման մեջ ապակու վրա ճռռացող ավազահատիկի երանգն էր լսվում, այնպես ինչպես որ այն ժամանակ հնչեց այս խոսքերում. «Յաս, դարձիր մեր եղբայրը»։ Նրա որբությունը հասցրեց այն բանին, որ նա անկախ իր կամքից դարձավ կասկածամիտ, և այդ բարեգութ ընտանիքի յուրաքանչյուր անդամի խոստումը նրան ավելի շատ էր վախեցնում, քան այն ժամանակվա պան Պյոտրի կոպտությունն ու կատաղությունը։ 2 օր էլ չէր անցել, նոր բարերարներն ու ուսուցիչները գործի կպան։ Հետևելով հոր ցուցմունքներին, տղաները իրենց մեջ բաժանեցին ուսուցման առարկաների դասավանդությունը։ Թադեկը գրել ու կարդալ էր սովորեցնում, իսկ Էդեկը աշխարհագրություն ու թվաբանություն։
Թող Աստված ամեն մի երեխայի ազատի այդպիսի դասավանդումներից։ Էդեկը Յասին կոտորակ էր սովորեցնում, բայց ինքն էլ համարյա ոչինչ չգիտեր։ Դրա համար էլ այդ ձանձրալի դասերից խեղճ տղան ընդամենը երկու բան իմացավ. առաջինը, որ ինքը հիմար է, երկրորդը, որ ինքը ավանակ է։ Թադեկը նկատելով, որ նորմալ պայմաններում իր աշակերտը իրենից ավելի լավ է կարդում, շատ օրիգինալ մեթոդ հնարեց։ Նա հրամայեց Յասին գիրքը գլխի վայր բռնել։ Պան Կարոլի կինը ժամանակ առ ժամանակ ուշադրությամբ հետևում էր այդ տարօրինակ մանկավարժական մեթոդի իրագործմանը, բայց դա ուրախ խաղ համարելով ծիծաղում էր և ամուսնուն ոչինչ չէր ասում։ Ինչ արած, Յասը նրան երբեք դուր չէր եկել։ Թվաբանությունից ու կարդալուց ձանձրանալով, երկու տղաներն էլ անցան լատիներենին։ Նրանք Յասին հանձնարարում էին միանգամից մի քանի տասնյակ բառեր անգիր սովորել։ Բացի դրանից, նրանք պահանջում էին, որպեսզի ողջ դասը նա սովորի կես ժամվա ընթացքում։ Պան Կարոլն իր աշխատասենյակի լռության մեջ աշխատում էր կանանց արհեստանոցների կանոնադրության վրա։ Պանին ժպտալով ասում էր որդիներին. «Զավակներս, ձեզ այդքան մի տանջեք, ախր հիմա արձակուրդներ են»։ «Այդպես է պետք, մայրիկ», պատասխանում էր Թադեկը։ «Եթե նա փոքր հասակից չվարժվի աշխատանքին, ապա նրանից ինչ դուրս կգա»։ Եվ մայրն իր տարիքի համեմատ ավելի խելացի երևացող զավակների գլուխները շոյում էր ու մտածում. որքան նման են իրենց հորը, միևնույն հայացքներն ու մտածելակերպը։ Չբավարարվելով միայն պարապմունքներով, երիտասարդ ուսուցիչներն իրենց աշակերտի համար պատժի մի քանի միջոցներ էին հնարել։ Նրանք օրագիր էին կազմել և մանրամասնորեն գրում էին, թե ինչպես է պահել իրեն։ Ուշադիր է լսել դասը, քանի դաս է բաց թողել։ Մի անգամ համոզելու պաշարը լրիվ սպառված համարելով, նրանք դիմեցին մորը ծուլության համար Յասին առանց ճաշ թողնելու խնդրանքով։ Դա մորը դուր չեկավ։ Քնքշանքով, բայց վճռականորեն նա որդիներին համոզեց այդքան դաժան չլինել իրենց աշակերտի նկատմամբ և երեխաների մոտից վերցրեց խայտառակ ավանակի գլխարկը, որը միշտ զարդարում էր Յասի գլուխը։ Մի ուրիշ անգամ պան Կարոլը, որին արդեն վերջնականապես ձանձրացրել էր կանանց արհեստանոցների կանոնադրությունը, իր տղաներին հարցրեց. «Դե, որդիներս, ապա ասացեք տեսնեմ, ինչպես է ձեր աշակերտի առաջադիմությունը»։ Տղաները հորը ցույց տվեցին օրագիրը։ Պան Կարոլը նայեց այն և Յասի ներկայությամբ հարցրեց. «Այս ի՞նչ է նշանակում»։ «Ես այստեղ միայն վատ գնահատականներ եմ տեսնում»։ «Հայրիկ, իսկ ինչ անենք, եթե նա վատ է սովորում», պատասխանեց Էդեկը։ «Միթե նա այդքան անընդունակ է։ Եվ անընդունակ է և ծույլ»։ Այդ լսելով Յասը կարմրեց։ «Դա ճիշտ է, Յաս», նրան դիմեց պան Կարոլը։ Յասն աչքերը խոնարհած լռում էր, բայց նրան պաշտպանեց պան Կարոլի կինը։ «Յասի հետ նրանք շատ են պարապում, ես դա տեսնում եմ», նկատեց նա։ «Բայց հավանաբար, եթե արդյունքները վատ են, ապա դա նշանակում է, որ նա այնքան էլ հաճույքով չի պատրաստում իր դասերը»։ Յասը եղունգները մխրճեց ձեռքի ափի մեջ և կյանքում առաջին անգամ զգաց մի բան, որը մեծերն անվանում են հարգանքի բացակայություն։ Դեմքին դաժան արտահայտություն տալով, պան Կարոլը խոսեց սառն ու անվրդով ձայնով. «Յաս, դու ինձ մեծ տհաճություն պատճառեցիր։ Ես կարծում եմ, որ դու ընդունակություններ չունես, բայց տխրությամբ տեսնում եմ նաև, որ այդ ամենի հետ միասին ցանկություն էլ չունես։ Իմացիր, որ ամեն մի վատ արարքի դիմաց հարկավոր է վճարել զղջանքով, ուստի վաղը մի քանի օրով մենք գյուղ կմեկնենք, իսկ դու կմնաս այստեղ»։ Հաջորդ օրը պան Կարոլն իր տիկնոջ ու զավակների հետ մեկնեց գյուղ, և Յասը մենակ մնաց։ Նոր զգացմունքները նրան մտածելու մեծ նյութ տվեցին։ Նա երկու բան հասկացավ. առաջինը, որ այն դասերը, որոնք նրան դասավանդում էին տղաները, անասելի տանջանք էին, և երկրորդ, որ պան Կարոլն իր հետ անարդարացի վարվեց։ Ախր Յասը ինչ-որ ժամանակ թվաբանություն սովորել էր և շատ լավ էր հասկանում։ Եվ դժվար չէր կռահել, որ Էդեկը թվաբանությունից ու կոտորակից ոչինչ չի հասկանում։ Յասը կարդալ գիտեր, բայց երբեք չէր լսել, թե որևէ մեկը գիրքը կարող է կարդալ գլխի վայր բռնած։ Վերջապես նրան օտար լեզու սովորեցրել էին, բայց բոլորովին այլ ձևի, քան այդ լատիներենը։ Նա հիշեց, թե մայրն ինչպես էր իրեն ֆրանսերենին ծանոթացնում։
Ամեն անգամ, երբ նրանք դուրս էին գալիս զբոսանքի և Յասը նոր առարկա էր տեսնում, նույն րոպեին մայրը սկսում էր բացատրել դրա գործածությունը։ Շատ հետաքրքիր մանրամասներ էր հայտնում դրա մասին և վերջապես ասում էր, թե ինչպես է այն կոչվում ֆրանսերեն։ Այդպես առանց տանջանքի, ասես խաղալով, տղան բավականին շատ ֆրանսերեն բառեր սովորեց։ Նա կարող էր ասել, թե ինչպես կլինի երկինքը, ամպերը, թռչունը, ջուրը, ջրաղացը, ձուկը, մարգագետինը, անասունները, որոնք այստեղ խոտ են ուտում։ Շուտով նա սկսեց կարճ նախադասություններ կազմել։ Այդ օրվանից բավական էր, որ Յասը որևէ ծանոթ առարկա տեսներ, անմիջապես հիշում էր, թե ինչպես է կոչվում այն ֆրանսերեն։ Իսկ հիշելով ծանոթ բառը, անմիջապես զգում էր խոտի բույրը, ջրաղացի աղմուկը, ջրի հարթության վրա հանկարծ վեր թռչող ձուկը, գյուղական ողջ հիասքանչ բնությունը։ Նա բառերը սովորելու հարցում հոգնածություն չէր զգում։ Նրա համար դա հաճույք էր, հետաքրքիր պարապմունք, և զարմանալի չէ, որ սովորում էր հաճույքով։ Այդ հեշտ ու պոետիկ դասերի հետ համեմատած որքան մռայլ էր երևում լատիներենը։ Յասն այն պատկերացնում էր որպես սարսափելի մի քարանձավ, որտեղ ոչ մի քայլ առաջ շարժվել հնարավոր չէր, և որտեղ զզվելի բվերն ու չղջիկները շարունակ հարվածում էին նրա գլխին ու անընդհատ կրկնում խելք սապիենտա, արագիլ ցիցոնա, նավ, նավիս, տարեգրություն, աննալիս։ Այդ զզվելի երամների մեջ թռչում էին երկու հրեշներ՝ առաջին և երկրորդ խոնարհումը, որը նա հասկանալ ու հիշել ոչ մի կերպ չէր կարողանում։ Եվ ահա այն բանի համար, որ նա ատելություն էր զգում դեպի այդ հրեշները, որոնք իր վրա բաց էին թողնում պան Կարոլի զավակները, այն բանի համար, որ ինքը չէր ցանկանում մոլորվել քարանձավի մթության մեջ, պան Կարոլն իրեն գյուղ չտարավ, արգելեց նայել երկնքին, անտառին, վայելել իր մանկության օդը։ Ով գիտե, գուցե դաշտի թռչուններից որևէ մեկի մեջ, որոնք քաղաքից հեռու էին թռչում, Յասն իր նախկին բարեկամուհուն տեսներ։ Ով գիտե, գուցե երեկոյան զբոսանքի ժամանակ տաք քամին նրան կհասցներ վաղուց լսված խոսքերը. «Յաս, Յաս, տուն վերադարձիր, թե չէ կմրսես»։ Որտե՞ղ է այժմ այդ տունը, և ո՞ւր է նա, որն այդպես քնքշանքով ու վախով կանչում էր իրեն։ Պան Կարոլի ընտանիքի մեկնելուց հետո Յասը գյուղի նկատմամբ անասելի կարոտ զգաց։ Իր ամբողջ էությամբ նա մի անգամ էլ էր ցանկանում տեսնել գորշագույն, ծղոտով ծածկված խրձանոցը, մուգ կանաչ տերևների միջից երևացող դաստակերտը, բակում խաղացող Անթոսիային և անզելմների ողջ ընտանիքին։ Մոր մահից հետո Յասի համար միայն նրանք էին մնացել։ Նա հիշեց բաժանվող ճանապարհը, քանդված կոստյոլը և հրաժեշտի պահին պան Անզելմի արտասանած խոսքերը, չէ՞ որ այդ օրվանից մի տարի էլ չէր անցել։ Այդ մասին մտածելով, Յասն իր տարիքին անհամեմատ զարմանալի որոշում ընդունեց։ Նա որոշեց պան Անզելմին նամակ գրել։ Նա հիշում էր փոստային բաժանմունքի անունը, որտեղ պան Անզելմը նամակներ էր ստանում, և հետո գիտեր, որ պան Կարոլի տան դարպասի վրա փոստարկղ էր կախված։ Այդ երկու հանգամանքը նրա համար բավական էր։ Նա վերցրեց մի կտոր թուղթ, տողեր գծեց ու սկսեց. «Սիրելի պան, մայրիկն ինքն էր ցանկանում գրել ձեզ, բայց նա արդեն մահացել է»։ Այս տողերը կարդալով նա գրիչը մի կողմ դրեց և դառը լաց եղավ։ Մահացել է։ Ինչպիսի սարսափելի բառ։ Եվ այդ ինքն է գրում։ Մի քանի անգամ նա թուղթն ու գրիչը մի կողմ էր դնում ու նորից շարունակում կիսատ նամակը, որի վրա գրված խոշոր ու անհավասար տառերը լողում էին արտասուքի մեջ։ Վերջապես մի քանի օր անց նա նամակը փոստարկղ գցեց ու դրանից հետո փոստի այցելուների չվճարված նամակների պահարանում կարելի էր տեսնել մի նամակ ևս, որի վրա մանկական ձեռագրով գրված էր հասցեն. «Բարի ու թանկագին պան Անզելմին, հանձնել արձեռն, ոլկում, և թող շուտ տեղ հասնի»։ Այդ ծիծաղելի հասցեն բոլոր դեպքերում ճիշտ էր, բայց դժբախտաբար ծրարի վրա դրոշմանիշ չկար։ Նամակը չուղարկեցին, թեպետ ով գիտե, դրանից չէր կախված արդյոք Յասի ճակատագիրը և գուցե նույնիսկ կյանքը։ Երբ բարեհոգի ընտանիքը վերադարձավ գյուղից, պան Կարոլը Յասի մեջ փոփոխություն նկատեց։ Տղան բոլորին նայում էր համարձակ, բայց խոժոռ հայացքով։
Էդեկն ու Թադեկը երբ սկսեցին նրան պատմել, թե ինչպես են ձի հեծել, նավակ քշել ու ծառերը բարձրացել, Յասը կտրեց նրանց խոսքը և ասաց. «Այդ ամենը ես ձեզնից ավելի լավ եմ անում», և մինչև վերջը լսելով նրանց պատմածները դուրս եկավ։ Այդ ամենին գումարած նա դժկամությամբ էր կատարում դասերը, իսկ երբ ինքնուս ուսուցիչները նրան մեղադրեցին ծուլության մեջ, պատասխանեց. «Եթե ես ձեզ այդպես սովորեցնեի, դուք ինձ տանից դուրս կշպրտեիք»։ Այնպես է պատահում, որ երբ երեխան որևէ բզեզ է բռնում, վերջինս իրեն մի քանի վայրկյան մեռած է ձևացնում, բայց հենց որ նրան ցանկանում են ասեղով ծակել, աշխատում է կծել կամ դուրս պրծնել։ Յասն արդեն աշխատում էր դուրս պրծնել։ Եթե Յասի փոխարեն թույլ բնավորությամբ ուրիշ երեխա լիներ, մինչև մահ ճնշված վիճակում կլիներ և մեծերի ու փոքրերի խաղալիքը կդառնար։ Յասը չենթարկվեց, և դա նրան դժբախտության հասցրեց։ Պան Կարոլը, նկատելով, որ որդեգիրը շարունակ նյարդայնացած է, իսկ հարազատ զավակները անփոփոխ քաղաքավարի, Յասին վատ վարքի դատավճիռ հայտարարեց։ «Ես որքան հարգանք էի տածում այդ երեխայի նկատմամբ», մի անգամ կնոջն ասաց նա, բայց նա չկարողացավ գնահատել դա, և ինչպես երևում է, չի սիրում ոչ մեզ, ոչ էլ մեր զավակներին։ «Օտար թռչնակի հետ միշտ էլ այդպես է լինում», ամուսնու կնճռոտված ճակատը համբուրելով ասաց կինը։ Պան Կարոլը շուտով նորից մոռացավ և որդեգրի, և կանանց արհեստանոցների մասին։ Նրա հանճարեղ և շարունակ հասարակությանը ծառայող ուղեղը սկսեց զբաղվել քաղաքի համար երկաթյա աղբարկղերի պատրաստման հարցով։ Այդ օրվանից պան Կարոլը ամբողջովին թաղվեց բանակցությունների մեջ մեկ արհեստավորների, մեկ թիթեղագործների, մեկ անվագործ վարպետների հետ, և իր նոր երազանքներից ուշքի եկավ այն ժամանակ, երբ տանը տհաճ վեճ տեղի ունեցավ։ Մի անգամ, ինչպես միշտ, Յասը լատիներեն էր սովորում, և ինչպես միշտ, այն յուրացնել չէր կարողանում։ Հեռվից նայելիս կթվար, թե Յասն այստեղ մենակ է, իսկ իրականում երկուսով էին՝ Յասն ու հեծանիվը, որը դրված էր վառարանի մոտ։ Որքան էլ փորձում էր կենտրոնանալ գրքի վրա, նրան համառորեն խանգարում էր նրա չարաճճի ընկերը։ Յասին մեկ թվում էր, թե նա շարժում է անիվները, մեկ օրորվում է հարբածի պես, մեկ էլ ասես նայում էր տղային և ինչ-որ տարօրինակ նշաններ էր անում։ Երբ Յասը գիրքը մի կողմ էր դնում, վախկոտ հեծանիվը հանգիստ կանգնում էր տեղում, բայց հենց որ տղան սկսում էր կարդալ, նորից սկսում էր իր չարաճճիությունները, ասես ամեն ինչ անում էր տղային գայթակղեցնելու համար։ Այդ մենախաղը վերջապես Յասին հանեց համբերությունից։ Նա մոտեցավ խորամանկ հեծանվին և սկսեց ուշադիր զննել այն, հետո նստեց նրա վրա և զգուշորեն քշեց սենյակում։ Եվ հենց այն պահին, երբ ձին ու ձիավորը ետ էին դառնում դեպի վառարանը, դուռը ճռռաց, և տղաները ներս վազեցին։ «Դու տեսնո՞ւմ ես,» կատաղած գոռաց Էդեկը, «նա դասերի փոխարեն հեծանիվ է քշում»։ «Հենց հիմա վեր կաց, ավանակ», բացականչեց Թադեկը և բռնելով Յասի ուսերից ուժով նրան ետ քաշեց։ Թադեկի այդ շարժումը այնպիսի ցավ պատճառեց, որ Յասի աչքերից կայծեր թռան։ Պաշտպանվելով, նա ձեռքով անհաջող շարժում արեց և հարվածեց Թադեկի դեմքին։ Տեղի ունեցավ շատ կարճ, բայց կատաղի մի մենամարտ, որի ընթացքում Յասի քթից արյուն հոսեց, իսկ եղբայրների աչքերի տակ կապույտ ուռուցքներ հայտնվեցին։ Այդ կռվի աղմուկից ներս վազեց մայրը։ Էդեկն ու Թադեկը անմիջապես արդարացան, մեղադրելով Յասին այն բանում, որ նա է բռունցքներով նետվել իրենց վրա և քաշքշել մազերը։ Ու հանկարծ քնքուշ պանին վերածվեց կատաղած առյուծի, որը պաշտպանում է իր ձագերին։ Քթանցքները լայնացան, աչքերն արցունքոտվեցին։ Ուշադրություն չդարձնելով Յասի քթի արյանը, չհարցնելով կռվի պատճառը, նա կատաղությունից դողացող ձայնով գոռաց. «Դուրս այստեղից, դու արժանի չես խաղալու իմ զավակների հետ, անշնորհակալ»։ Բարկացած Յասը վազեց իր սենյակը ու նետվեց մահճակալին։ Շուտով նորից աղմուկ լսվեց։ Դա պան Կարոլի կինն ու տղաներն էին գանգատվում Յասից։ Խեղճ տղան արդեն պատրաստվում էր նոր դժբախտությունների, նոր հանդիմանանքների, բայց բարեբախտաբար շուտով ամեն ինչ լռեց։ Անցավ 1-2 ժամ։ Յասի բարկությունն անցավ, բայց իր տեղը զիջեց անհանգստությանը։
Ինչ են անելու ինձ հետ, սարսափահար շշնջում էր նա։ Եկավ ճաշի ժամը, և ծառան անխոս ճաշը բերեց նրա սենյակը։ Յասը ոչ մի բանի ձեռք չտվեց ու լարված մտածում էր միայն մի բանի մասին. ինչ է լինելու։ Մեկ օր անց ծառան Յասին պան Կարոլի աշխատասենյակը տարավ։ Որփուքն այստեղ տեսավ տանտիրոջը, նրա կնոջն ու որդիներին։ Իսկ սեղանի վրա աղբարկղի փոքրիկ մանրակերտն էր, որով այժմ խիստ զբաղված էր մարդասերը։ Յաս, առանց բարկության նշույլի ասաց պան Կարոլը, ես քեզ վերցրեցի իմ տունն այն մտքով, որ դու ընդունակ կլինեիր շնորհակալ լինելու, կամ էլ առնվազն քեզ լավ կպահեիր։ Բայց դու ինքնամփոփ էիր, ինքնասածի, ծույլ, նույնիսկ փորձ չարեցիր կապվել մեզ հետ։ Եվ այդքանից հետո երեկ ծեծել ես իմ տղաներին։ Եվ քանի որ հասարակության աչքում վատ արարքները պետք է պատժի արժանանան, և քանի որ ճշմարտությունն է պահանջում վերացնել չարամտության պատճառը, ես սրտի ցավով ստիպված եմ քեզ հեռացնել իմ տնից։ Դու կզբաղվես արհեստով։ Յասն անշարժ կանգնած էր։ Պան Կարոլը շարունակեց. և այժմ, երբ արդարադատ վճիռը կայացած է, մենք ներում ենք քո չարամտությունը, որ դու պատճառել ես մեզ։ Թադեք, սեղմիր Յասի ձեռքը։ Հայրիկ, անմիջապես խառնվեց Էդեկը, իմ եղբայրը չի կարող սեղմել այն մարդու ձեռքը, որից նա ապտակ է ստացել։ Այդ բառերը լսելով պան Կարոլի մտահոգ դեմքը պայծառացավ, և նա ասաց. զավակներս, թեև հիշատշարությունը լավ բան չէ, բայց ես ինձ հանգստացնում եմ այն մտքով, որ դուք կարող եք պահպանել արժանապատվությունը։ Այնուհետև բարեհոգի մարդասերը նայեց իր զավակներին, հետո աղբարկղի մանրակերտին, համբուրեց կնոջ ձեռքն ու շշնջաց. սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Մի քանի ժամ անց Յասին կրկին աշխատասենյակ կանչեցին։ Պան Կարոլը նստած էր բազկաթոռի մեջ, իսկ դռների մոտ կարմիր քթով ինչ-որ մարդ էր կանգնած։ Յաս, ասաց պան Կարոլը, ահա քո նոր բարերարը։ Այսօր ևեթ դու կգնաս նրա հետ, հավաքիր իրերդ։ Երբ Յասը վերադարձավ իր սենյակ, անծանոթը գնաց նրա ետևից։ Կոպտորեն քաշեց տղայի սյուրթուկի փեշից և հարցրեց. ինչպես երևում է, այս սյուրթուկը Վարշավայում չեն կարել։ Վարշավայում, ամաչելով պատասխանեց Յասը։ Փոքրիկ, երբ ինձ մոտ կսովորես, 5-6 տարի հետո դրանից լավը կկարես, փնթփնթաց անծանոթ բարերարը։ Պարզվեց, որ նա դեռ ցակ է։ Պան Կարոլն ու նրա կինը Յասից շատ սառը բաժանվեցին։ Երբ նա արդեն հասել էր աստիճաններին, նրա ետևից դուրս վազեց պառավ խոհարարուհին ու նրա գրպանը մի քանի կոպեկ մտցնելով շշնջաց. ողջ եղիր զավակս, ուրիշները գուցե ավելի լավ հասկանան քեզ։ Յասը, որ երբեք չէր խոսել այդ կնոջ հետ, զարմացած նրան նայեց։ Այո, այո, շարունակեց խոհարարուհին, դու շատ լավ ու հասկացող տղա ես։ Բայց ինչ արած, որպես։ Յասն արտասվեց ու համբուրեց պառավի ձեռքը։ Այդ քաղաքավարի, բարձրաստիճան ու բարեգութ մարդկանց ընտանիքում նա առաջին անգամ սրտալի խոսքեր լսեց, և այն էլ այդ կնոջից։ 8. Նոր ընկեր։ Դերձակության արվեստի ականավոր ներկայացուցիչ պան Կալասանտի Դուրսկին ապրում էր Ստարի Միաստի շրջանում, որտեղ քարե տներից մեկի ներքնահարկում կնոջ հետ խանութ ուներ, իսկ վերնահարկում արհեստանոցն էր աշակերտների ու ենթավարպետների անհրաժեշտ քանակով։ Նա հին հայացքների տեր մարդ էր, հագնում էր երկար գոտկատեղով սյուրթուկ, իսկ կարմիր քթի տակ աճած բեղերը այնպես էր խուզում, որ նմանվում էր չիբուխ մաքրելու խոզանակի։ Դրանից բացի նա սիրում էր նվագել կոնտրաբասի վրա և քնքշորեն սիրում էր ինչպես իր ընտանիքը, այնպես էլ հայրենական արտադրության սպիրտային խմիչքները։ Ահա այդպիսի խնամակալի հետ իր նոր բնակարանն էր գնում Յասը։ Թեպետ նոր բնակարանն այնքան էլ հեռու չէր, բայց շատ ժամանակ խլեց։ Ամեն մի փողոցում պան Դուրսկին Յասին թողնում էր մայթի քարե սալիկների վրա, իսկ ինքը գործով ինչ-որ տեղ էր մտնում։ Տղան նկատեց, որ այդ գործով մտնելը միշտ տեղի էր ունենում մթերային խանութների կամ էլ գարեջրատան մոտ։ Ինչպես երևում էր, նրա գործերը լավ էին գնում,
քանի որ պան Կալասանտին ամեն անգամ դուրս գալուց հետո ավելի ու ավելի ուրախ էր դառնում։ Վերջապես խնամակալն ու որդեգիրը հասան տղամարդկանց հագուստի խանութին, որտեղ հանդիպեցին Ենդրուս անունով քնած նիհար մի տղայի և շատ գեր մի կնոջ, պանի Դուրսկային։ Տիկնոջը տեսնելով Յասը գլուխ տվեց, իսկ պան Դուրսկին, հազիվ կանգնելով ճոճվող ոտքերի վրա, բացականչեց. «Դե ինչ կասես, մարդիկ մեզ հարգում են»։ «Ահա», ասաց նա Յասին ցույց տալով, «այս տղային մեզ տվել են դաստիարակելու նպատակով։ Հասկանում ես, նրան վերցրել են այնտեղ, իսկ նա անշնորհակալ ու համառ է եղել, սկսել է երիտասարդ տղաներին ծեծել։ Դրա համար էլ տվեցին ինձ, Դուրսկուն։ Ինձ մոտ, պարոնս, իսկական ուղղիչ տուն է։ Երկրի բոլոր կողմերից անուղելիներին ինձ մոտ են ուղարկում։ Սրան ինչ կասես, Ֆրանիա»։ Գերկինը ուշադիր նայեց Յասին։ Այդ բանը նկատելով, պան Կալասանտին բարձրացրեց տղայի գլուխը, կսմթեց այտը և հանդիսավորությամբ ասաց. «Ֆրանիա, քեզ կասեմ, այս տղան գրագետ է, միայն սիրում է չարություն անել, դրա համար էլ նրան ինձ տվեցին, ինձ, Դուրսկուն, իսկ ես գոտիով նրան այնպես կքաշեմ, որ նա հրեշտակ կդառնա, այնպես, ինչպես Ենդրյուսը։ Մի զլոտի տուր, հարկավոր է քաղաք գնալ»։ «Ախր դու նոր եկար քաղաքից», բարկացած նկատեց տիկինը, «ավելի լավ կլիներ վերև բարձրանայիր, այնտեղ նրանք ամեն ինչ արդեն տակնուվրա են արել»։ «Իսկ վերև բարձրանալը իմ ինչին է պետք», կատաղեց վարպետը։ «Իսկ Պանևկան ինչի համար է այնտեղ, հապա ով պետք է գործերով հետաքրքրվի։ Ֆրանիա, մի զլոտի տուր»։ Կնոջ գեր դեմքը, որն ասես ուռած լիներ, կենդանացավ։ «Ապա այս հարբեցողին նայեցեք, ես էլ հավատացի քո գործերին։ Մի վախեցիր, գինետները չեն սնան կանա, եթե դու այսօր այնտեղ չգնաս»։ «Ինչ գինետուն, ինձ հարկավոր է պարտատերերի մոտ գնալ, թե չէ փողերս կկորչեն»։ «Դե լավ, գոնե մի 20 գրոշ տուր»։ Տիկինը մեծ տհաճությամբ հանեց և 20 գրոշանոց տվեց ամուսնուն, որը մռթմռթալով դուրս եկավ խանութից։ «Ամեն մեկն ուզում է ապառիկ վերցնել, իսկ փողը գնա ինքդ վերցրու»։ «Ենդրյուս», նիհար տղային դիմեց վարպետի կինը, ապա նա իր պատուհանից թետերը տուր գնաց։ Տղան գնաց ցուցափեղկի մոտ, կանգնեց, դուրս նայեց, ապա քիթը վեր քաշեց։ «Դե ինչ է պատահել», հարցրեց տիկինը։ «Այն է պատահել, ձերդ բարեծնություն, որ պան վարպետը հետույքիս կհասցնի», բերանը ձեռքով փակելով պատասխանեց տղան։ «Իսկ ինքն ուր գնաց»։ «Գինետուն էլ ուր, հենց նոր թարմ գարեջուր բերեցին»։ «Հարբեցողի մեկը, ծույլ լամբան», գոռգոռաց տիկինը։ «Եթե այդքան հաճախ Կոստյոլ գնար, որքան գարեջրատուն է գնում, նրան անմիջապես երկինք կտանեին»։ Այս ասելով նա հորանջեց, մտածեց, հետո կանչեց տղային։ «Ենդրեք»։ «Լսում եմ, պանի»։ «Ապա վազիր ու մի գավաթ գարեջուր բեր։ Եվ հաշվիր, թե որերորդն է, թե չէ մեզ շարունակ խաբում են»։ Երբ տղան բերեց գարեջուրը, վարպետի կինը մի շնչով խմեց և աչքերը փակելով կես ժամի չափ այդպես նստեց։ Հետո թեքվեց դեպի Յասը և դանդաղ ասաց. «Այդպես, երիտասարդ, թեև դու գրագետ ես, բայց քեզ արհեստի են տվել։ Իմ կյանքն էլ է այդպես եղել։ Կարող էի չինովնիկի հետ ամուսնանալ, բայց դերձակի հետ ամուսնացա։ Եվ ահա նստել եմ վաճառասեղանի ետևն ու աչք գցել անցնող դարձողներին։ Այ այդպես։ Ենդրյուս»։ «Լսում եմ, պանի», պատասխանեց համարյա քնած տղան։ «Ապա վազիր և մի գավաթ գարեջուր էլ բեր։ Հաշվով դա որերորդն է»։ «9-րդը, իմ պանի»։ «Ինչպես թե 9-րդը։ Ես պատուհանի ճաղերի վրա հաշվել եմ, 8-րդն իմ հաշվով դեռ չես բերել»։ «Ոչ, 9-րդն է, ձերդ բարեծնություն», անամոթաբար հաստատեց տղան, թեև նրա ականջները կարմրել էին և աշխատում էր տիկնոջ դեմքին չնայել։ Ուղղվելու համար Յասն ահա այդպիսի արհեստանոց ընկավ։ Սկզբում նա միայն խանութում էր լինում, հետո մի օր արհեստանոցում էր, մյուս օրը խանութում։ Նա գնում էր խանութները և փաթեթներ էր բաժանում, որը նրա հիմնական զբաղմունքն էր։ Երբեմն նրան հրամայում էին զգեստների վրա երկաթյա կոճակներ կարել, որը մեծ փորձ ունեցողները անել չէին ցանկանում։ Երբեմն էլ կարգադրում էին տիրոջ 2 երեխաներին զբաղեցնել։ Մեկի անունը Յաս էր, և որպեսզի չշփոթեն,
մեր փոքրիկ բարեկամին սկսեցին Յասեք անվանել։ Շատ շուտով նա իր դեմ հանեց համարյա բոլոր աշակերտներին։ Սովորության համաձայն վարպետը նրանց նախաճաշի փոխարեն 6 գրոշ էր տալիս։ Միացնելով դրանք, աշակերտները հաց և օղի էին գնում, և քանի որ Յասը խմել չէր ուզում, աշակերտները քիթը բարձր պահելու համար ատեցին նրան։ Ամենավատն այն էր, որ նրան ատել սկսեց տանտիրուհին։ Բոլոր աշակերտները ճաշից և ընթրիքից հետո համբուրում էին նրա ձեռքը, իսկ նիհար Ենդրյուսն այդ արարողությունը բոլորից շատ էր կատարում։ Սակայն Յասը բավարարվում էր գլուխ տալով. «Դե իհարկե, հարուստների շնանոցից է դուրս եկել», հաճախ ասում էր պանի դուրս գան։ «Հասկանում եք, նա ֆրանսերեն է սովորել, դրա համար էլ իրեն չի կարող թույլ տալ ձեռքս համբուրել, պսլնքոթ»։ Հետո խոր շունչ էր քաշում և ձայն էր տալիս։ «Ենդրեք, լսում եմ, պանի Ֆրանյա», քնած աչքերը տրորելով պատասխանում էր տղան։ «Վազիր մի գավաթ գարեջուր բեր։ Միայն թե լավ հաշվիր, թե չէ սրիկաները սարսափելի խաբեբաներ են»։ Յասին չէր սիրում նաև վարպետը։ «Ինչ է մտածում այդ ապուշը», հաճախ կատաղում էր պան Դուրսկին։ «Նրա համար ես էլ ենթավարպետներն էլ պան են, ում տեսնում պան է ասում, հապա վարվելաձևը, ասես ոչ թե թափառաշրջիկ է, այլ իշխանական ցեղից»։ Եվ Դուրսկին շատ հաճախ էր հայհոյում Յասին, այսինքն այժմյան Յասեկին, որի արտասանած պան վարպետ և պանի տիրուհի արտահայտությունները հաճախ կոկորդում էին մնում։ Պան Կալասանտին որփին ոչ միայն չէր սիրում, այլև բացահայտ արհամարհանքով էր վերաբերվում։ Պան վարպետը քաղաքում միշտ գործեր ուներ, որի պատճառով նրան շարունակ փնտրում էին։ Բախտի բերմամբ հայրենական արդյունաբերության վերելքին վերաբերող բոլոր գործերը հանգուցվում էին մոտիկ գարեջրատանը, որտեղ առանց ավելորդ ջանքի աշակերտներն իրենց վարպետին գտնում էին գարեջրի գավաթը ձեռքին, միշտ նույն սեղանի մոտ նստած։ Մի անգամ Յասին ուղարկեցին պան Դուրսկուն բերելու գարեջրատնից։ Տղան գնաց և իր խնամակալին գտավ մի քանի մարդկանց ուրախ շրջապատում։ «Օհո, հապա մի տեսեք», նրան նկատելով բացականչեց վարպետը։ «Սա գիտեք ինչ տղա է։ Պարոններ, նա անգամ ֆրանսերեն գիտե և եթե ցանկանա կխոսի, բայց համենայն դեպս դաստիարակելու համար նրան ինձ են տվել»։ «Ֆու», սուլեց ներկաներից մեկը իրեն սենատոր երևակայելով, թեպետ պարզ երևում էր, որ մսավաճառի է նման։ «Չեք հավատում», աշխատելով աթոռի վրա ուղիղ նստել, հարցրեց վարպետը։ «Հապա փոքրիկ, ասա տեսնեմ, ֆրանսերեն ինչպես կլինի գարեջուրը, օղին և սյուրթուկը»։ Երբ ամոթահար Յասը թարգմանեց այդ բառերը, վարպետը հարցրեց. «Ինչու ես եկել այստեղ»։ «Ձեր տիկինը ձեզ խանութ է կանչում»։ «Հիմար ես գտել», թթված դեմքով նկատեց պան Կալասանտին։ «Ասա նրան, որ ես ոչ մի կերպ չեմ կարող գալ, գործեր ունեմ։ Ասա, որ Պետերբուրգից վաճառական է եկել, որ ես պատվերներ եմ ընդունում»։ Ներկաները հռհռացին, իսկ պան վարպետը, Յասին մեկնելով գարեջրով լի գավաթը, ասաց. «Վերցրու խմիր և կրկնիր այն ամենը, ինչ քեզ ասացի»։ Յասը քաղաքավարությամբ հրաժարվեց, իսկ պան վարպետը զարմանքից նույնիսկ վեր թռավ։ «Գարեջուր չես խմում», գոռաց նա։ «Հեյ, Զոսյա, հապա այս փոքրիկին օղի տուր, թող փորձի համը»։ Յասը օղուց նույնպես հրաժարվեց և շտապեց խանութ վերադառնալ, որտեղ պանի Դուրսկան հեշտությամբ կարողացավ տղայից կորզել այն, որ իր ամուսինը գարեջրատանը նստած խմում է, և այդ պետերբուրգցի վաճառականն էլ աչքակապության համար է հնարել։ Այդ իմանալով վարպետը բարկացած թքեց։ «Սրանից ոչինչ էլ դուրս չի գա», փնթփնթաց նա։ «Գարեջուր չի խմում և դեռ բամբասանքներ է տարածում»։ Իրեն շրջապատող չարակամների ոհմակի մեջ Յասը հանկարծ ընկեր գտավ։ Դա ենթավարպետ Պանևկան էր։ Պան Իգնացի Պանևկան, դեռ շատ երիտասարդ, անճոռնի ու շատ գեր, մեծ գլխով, ուղիղ երկաթալարի նմանվող մազերով, կեռ քթով ու դուրս ընկած աչքերով մի մարդ էր։ Աներևակայելի աշխատասեր էր։ Դուրսկու արհեստանոցը պարզապես նրա ուսերի վրա էր։ Նա Վարշավայի ամենալավ ձևարարն էր համարվում, և նրա ընկերները նրա մասին նույնիսկ երգ էին հորինել։ Պան Իգնացին այնպես է ձևում, մկրատի տակից բուրդն է թռչում։ Ձևարար չէ, այլ աստված, բայց հիմար է ինչպես այծ։
Պանևկան հարազատներ չուներ։ 20 տարի առաջ Արագիլն իր կտուցից նրան շպրտեց մանուկ Քրիստոսի հիվանդանոցի մոտ, ուստի իր վարպետի հետ շատ էր կապված։ Չնայած հաճախակի վեճերին, նրանք մի քանի տարի է արդեն ինչ միասին էին աշխատում։ Ոչ մի կասկած լինել չէր կարող, որ Իգնացիի և Դուրսկու բաժանումը ճակատագրական կլիներ ոչ միայն արհեստանոցի, այլև խանութի և անվանի դերձակի հեղինակության համար։ Պանևկան շատ յուրօրինակ մարդ էր, նա ոչ խելք ուներ, ոչ էլ կրթություն, բայց ինչ-որ անհասկանալի ու աննշմարելի հոտառությամբ ձգվում էր նրանց կողմը, ում իրենից բարձր էր համարում, և փորձում էր ամեն ինչում նմանվել նրանց։ Դժբախտաբար նրա իդեալներն այնքան էլ վեհ չէին։ Նրա կուռքերից մեկն ուղիղ սանրվածք ուներ և աղյուսագույն ձեռնոցներ էր հագնում։ Եվ ահա Իգնացին որոշ ժամանակ հետո այլ գույնի ձեռնոցներ ու սանրվածք չէր հանդուրժում։ Մի ուրիշը նրա համակրանքը գրավեց իր ուժով ու սկանդալիստի փառքով։ Պանևկան նույն պահին ցանկացավ հավասարվել նրան և հարձակվեց լողլող մի հսկայի վրա ու ոչ միայն մի լավ ծեծ կերավ, այլև մի քանի օր նստեց ոստիկանական բաժանմունքում։ Դուրսկին սիրում էր տեր իմ արտահայտությունը և կարող էր միանգամից մի քանի գավաթ գարեջուր խմել։ Պանևկան նույնպես տեր իմ էր ասում և խմելու վրա էլ ծախսում իր ողջ աշխատավարձը։ Մի անգամ լսելով, որ ինչ-որ մեկը միանգամից պինդ խաշած 12 ձու է կերել, մեր իդեալիստը որոշեց կրկնել այն ու հիվանդացավ աղիքների բորբոքումով, որից ապաքինվեց մի քանի ամիս անց միայն։ Յասն այդ կիսազարգացած և սրընթացորեն դեպի բարի հոգիները ձգտող մարդու վրա անջնջելի տպավորություն էր թողել։ Պանևկան ցանկացավ ընդօրինակել նաև Յասին։ Յասը գեղեցիկ էր, և պան Իգնացին ժամերով կանգնում էր հայելու առջև ու համեմատում էր, թե որքանով նա իր հսկա քթով, հաստ շուրթերով ու լայն այտոսկրներով նման է այդ հիանալի տղային։ Յասի մազերը կարճ էին կտրած, և Պանևկան անմիջապես մազերն այնքան կարճ խուզեց, որ դրանից նրա ցցված ականջները ավելի ցայտուն դարձան։ Յասը Դուրսկուն պարզապես պան էր ասում։ Իգնացին էլ առաջվա պան վարպետի և պանի տնտեսուհու փոխարեն սկսեց պան և պանի դիմել։ Այդ նորամուծություններն այնքան վատ էին ստացվում նրա մոտ, որ բոլորը ծիծաղում էին նրա վրա, իսկ պան Կալասանտին ոլորեց Յասի ականջները։ «Փնտրեցեք Աստծո թագավորությունը», ասել է տերը։ Իգնացին շատ փնտրեց, բայց չգտավ այն։ Նա զգում էր, որ պինդ խաշած ձվերը նրան կատարելության չհասցրեցին, իսկ կարճ խուզած մազերը չօգնեցին նմանվելու Յասին։ Ճիշտն ասած, նա նույնիսկ կարգին չգիտեր էլ, թե այդ տղայի որ հատկությունը հրապուրեց իրեն։ Մի անգամ մենակ մնալով Յասի հետ, Պանևկան հարցրեց. «Դու երբևէ աշխարհում ազնիվ մարդ տեսել ես»։ «Դե, այնպիսին որ երբեք»։ «Ըհը», հաստատուն պատասխանեց Յասը։ «Իսկ դա ով է»։ «Օրինակ, պան Անզելմը և իմ մայրը», կամաց ավելացրեց նա։ «Իսկ նրանք արտակարգ ի՞նչ են արել»։ «Նրանք ամեն ինչ էլ լավ էին անում», պատասխանեց տղան։ Ամեն ինչ լավ էին անում, ահա թե որտեղ է գաղտնիքը։ Պանևկան իր դերձակությունը նույնպես լավ էր կատարում, բայց թե էլ ինչ լավ գործեր կարելի էր անել, չգիտեր։ Սկզբում նա ցանկանում էր հարցնել Յասին, թե ինչ է նշանակում լավ անել, բայց հետո գլխի ընկավ, որ ինքը ենթավարպետ է, իսկ Յասը պարզապես աշակերտ, ու հանգիստ թողեց նրան։ Այդ օրվանից նրա ներսում ինչ-որ բան կրծում ու հանգիստ չէր տալիս։ Ինչ էլ որ աներ Պանևկան, հագնվում էր, ձևում, խմում, անընդհատ նույն բանի մասին էր մտածում, թե ինչ է նշանակում լավ գործ անել, բայց այնպես, որ երբեք նա նման էր հողի, որը սպասում էր երկնային ցողին։ Մի անգամ Պանևկան լսեց, երբ Ենդրյուսն աշակերտներին ասում էր. «Այդ տականք Յասը մեր գործերը փչացնում է, հաճախորդներից թեյափող չի վերցնում, իսկ եթե մսի գնումներից որևէ բան է մնում, ապա տանտիրուհուն է տալիս, բնակալես»։ Կայծակը լուսավորեց Պանևկայի մթին ուղեղը։ Նա հասկացավ, որ երբ փողը տանտիրուհուն ես տալիս, ապա հենց դա էլ նշանակում է լավ գործ անել։ Հաջորդ կիրակի օրը Պանևկան, որ Դուրսկուց առանձին էր ապրում, որոշեց այցելել Յասին։ Նա վերջինիս գտավ ձեղնահարկում, որն աշակերտների համար գիշերատեղ էր ծառայում։
Զրուցեցին տարբեր հարցերի շուրջը, բայց խոսակցությունը չէր կպչում։ Հանկարծ ենթավարպետը հարցրեց. «Մանրը ինչու չես վերցնում հիմար»։ «Դե այն էլի, որ մնում է գնումներից, գրպանումդ գոնե մի քանի կոպեկ կունենաս»։ «Ես գողանալ չեմ ցանկանում», վրդովված առարկեց տղան։ Հիմարիկ, քրթմնջաց Պանևկան, աշխատելով ցույց չտալ իր շփոթությունը։ «Եթե կրպակում առևտրից որևէ բան կմնա, դա քոնն է»։ Ոչ, այդպես չէ, պատասխանեց Յասը։ «Եթե ես պետք է թաքցնեմ, ուրեմն դա վատ բան է»։ Իգնացին իր մեծ գլուխը հենեց ձեռքերին ու երկար լռելուց հետո հարցրեց. «Իսկ եթե որևէ մեկը վերցնում է, օրինակի համար, կոճակներ, ասեղ թելեր կամ էլ թավշի կտոր, դա նույնպես վատ է»։ «Իհարկե, ախր դա գողություն է»։ Ենթավարպետը վեր թռավ տեղից և մի քանի անգամ արագ չափեց ձեղնահարկը։ Հետո ասաց. «Հիմարություն։ Արհեստանոցի ասեղներից ու թելերից օգտվել պետք է, քանի որ կողմնակի աշխատանքը քեզ վրա ավելի էժան կնստի։ Ուստի կարելի է երբեմն Պրահա, երբեմն էլ թատրոն գնալ։ Եթե ոչինչ չվերցնես, ոչինչ էլ ետ չես գցի։ Դեռ ուրիշներն էլ քեզ հիմար կանվանեն։ Քեզանից ինչ կպակասի, եթե վարպետից մի քիչ աստառացու կամ էլ կտոր կմնա»։ «Ես գիտեմ, որ ճիշտ եմ վարվում, իսկ ուրիշներն ինչ ուզում են թող ասեն», կարճ պատասխանեց Յասը։ Կայծակի նոր փայլատակումը լուսավորեց Իգնացիի ուղեղը։ Մինչև այժմ նա լավ էր համարում այն ամենը, ինչ մարդիկ գովաբանում էին։ Հիմա արդեն հասկացավ, որ կա ուրիշ, ավելի բարձրագույն չափանիշ։ Համոզվածություն այն բանի, որ դու ճիշտ ես վարվում։ Չի կարելի ասել, թե այդ մասին նա մինչև այժմ չէր լսել։ Բայց այսօր իր սիրելի Յասի ազդեցության տակ Պանևկան առաջին անգամ զգաց ու հասկացավ այդ բարձրագույն չափանիշի նշանակությունը։ Այդ օրվանից նրանք կարծես փոխեցին, և շուտով պան Դուրսկին հայտնաբերեց, որ վերջին ժամանակները արհեստանոցից ավելի քիչ կտորեղեն է պակասում։ Հաջորդ կիրակի պան Կալասանտին նորից գնաց իր գործերով, իսկ պան Նիկոլասանտովան նորից Յասին ուղարկեց որոնելու ամուսնուն։ Տղան գնաց գարեջրատուն և ծանոթ սեղանի մոտ տեսավ Պանևկային և Դուրսկուն, որոնք ինչ-որ անծանոթ պարոնի հետ կրքոտ վեճի մեջ էին մտել։ «Գրազ եմ գալիս 10 գավաթ գարեջրի վրա, որ դա ճիշտ է», վրդովված ու բորբոքված գոռում էր վարպետը։ «Համաձայն եմ», քմծիծաղով ասաց անծանոթը։ Այդ պահին Դուրսկու հրացայտ հայացքը ընկավ Յասի վրա, և նա բացականչեց. «Ահա թե ով ճիշտ կասի մեզ։ Այս տղան շատ կրթված է։ Դե ասա մեզ, բայց չխաբես, մինչև Ամերիկա ձիերով գնալ կարելի է»։ «Ինչ եք ասում», առանց վախենալու պատասխանեց Յասը։ «Չէ՞ որ Ամերիկան գտնվում է Ատլանտիկ օվկիանոսից այն»։ Բայց նա չվերջացրեց, որովհետև վարպետը բռնեց նրա օձիքից ու քրթմնջալով դուրս հրեց նրան։ «Հեքիաթներ մի պատմիր։ Ես մի անգամ չէ, որ կարդացել եմ քարավանային թեյի մասին, և եթե Ամերիկան չլիներ…» Սակայն նա չվերջացրեց։ Աճող ցասումով նրա խոսքը կտրեց Պանևկան։ «Դուք ինչու, պան վարպետ, տղային շան պես դուրս արեցիք։ Ինչ իրավունքով։ Նա ձեր որդին է, ինչ է»։ Եվ բռունցքով սպառնաց։ Արդեն փոքրիշատե խմած վարպետի նույնիսկ գինովությունն անցավ։ «Իսկ ինչ իրավունքով ես ցուցումներ տալիս ինձ», գոռաց նա։ «Դու ով ես։ Կոշիկներից ներբաններն էլ չարժես, սրան տես, հա»։ Էլի մի քիչ, և նրանք միմյանց կոկորդ կկրծեին։ Բարեբախտաբար նրանց բաժանեցին, ու երբ կատաղած Պանևկային մի կողմ էին տանում, նա դեռ գոռում էր. «Քեզ մոտ հարբած մռութ, ես այլևս չեմ աշխատի։ Եթե տղային մի անգամ էլ ձեռք տաս, ես քեզ այն օրը կգցեմ, որ հետքդ անգամ չի մնա»։ Ճակատագրական օրը վրա հասավ։ Պան Դուրսկին ոչ միայն պարտվեց այն 10 գավաթ գարեջուրը, այլև զրկվեց իր ենթավարպետից արհեստանոցում և խանութում իր աջ ձեռքից։ Այդ միտքը վերջնականապես սթափեցրեց նրան, և նա տուն վերադարձավ ամենավատ տրամադրությամբ ու խոր քնեց։ Երկուշաբթի առավոտյան Իգնացին աշխատանքի դուրս չեկավ, և Դուրսկին ստիպված եղավ նրա փոխարեն մնալ արհեստանոցում։ Կնոջը զգուշացնելով, որ հենց որ Պանևկան գա, իրեն իմաց անի, նա վերև բարձրացավ։ Վերջապես ժամը 10-ին մոտ անհամբերությամբ սպասվող ենթավարպետը ներկայացավ և հանդիսավորությամբ պահանջեց իր վերջնահաշիվը։
Նույն վայրկյանին Ենդրեկը բարձրացավ արհեստանոց, իսկ պանի դուրս կայան լալագին ձայնով ասաց. «Այդ ինչ է մտել ձեր գլուխը, այդ ինչ է մտել ձեր գլուխը, պանի Իգնացի, հեռանալ մեզ նման հավատարիմ մարդկանցից։ Ախր կրակով էլ փնտրես մեզ նման մարդ դու ամբողջ աշխարհում էլ չես գտնի»։ Պանևկան լռում էր։ «Դե լավ, պան Իգնացի, բարձրացեք վերև ու հաշտվեք։ Ծերունին արդեն կարգադրել է կես կվար տանի Սովյանողի գնել»։ Այդ պահին բակում լսվեց ինչ-որ մեկի գոռգոռոցը, և վարպետի կինն ու ենթավարպետը դուրս եկան ետնամուտք։ Դա երրորդ հարկի պատշգամբում կանգնած դուրս կին էր գոռում. «Իգնաց, Իգնաց, սատանի ճուտ վերև բարձրացիր, մի բաժակողի գցենք»։ «Չեմ ուզում», նույնպես բարձրաձայն պատասխանեց ենթավարպետը և բարկացած տարուբերեց գլուխը։ Եվ ինչ հիմարն է Իգնացը», նորից գոռաց վարպետը։ «Դե լավ, վերջ տուր, վերև բարձրացիր։ Տես, ես արդեն երկրորդ հարկ եմ իջել։ Իսկ ես վարպետ եմ ու քեզ հոր տեղ կլինեմ։ Հապա տղաներ, օգնեք նրան»։ Այդ խոսքերից հետո աստիճանները բարձր դոփելով ցած իջան երկու ամենաուժեղ աշակերտները։ Եվ ժամանակին իջան, որովհետև պատշգամբներից ու լուսամուտներից բնակիչները սկսեցին դուրս նայել։ Տղաները երկու կողմից բռնեցին Պանևկայի թևերից, իսկ գեր պանի դուրս կայան գլխով ու ձեռքերով ամբողջ ուժով հետևից հրում էր նրան։ Բայց համառ ենթավարպետը տեղից չէր շարժվում։ Իսկ երբ նրան մոտեցավ Յասը և ականջին ինչ-որ բան շշնջաց, Պանևկան իսկույն տեղի տվեց ու լուռ գնաց արհեստանոց։ Հիմա արդեն բոլորը հասկացան, թե որքան մեծ է որբի ազդեցությունը Իգնացի նկատմամբ, և ավելի շատ սկսեցին ատել Յասին։ 9. Ազնիվ Ենդրյուսի արարքները։ Վարպետի հետ վերը նկարագրված սկանդալից հետո Պանևկան էլ ավելի շատ մտերմացավ Յասի հետ։ Ավելի հաճախ էր այցելում նրան, կամ էլ տղային էր քարշ տալիս իր մոտ։ Այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ նա հարցրեց որբին. «Դու որտեղից գիտես, որ Ամերիկան ծովից այն կողմ է»։ «Գրքերից», պատասխանեց Յասը։ «Գրքերից», գլուխը քորելով փնթփնթաց ենթավարպետը։ «Շատ թանկ բան է»։ «Այնքան էլ չէ, մի քանի զլոտիով կարելի է ոչ այնքան վատ գիրք ճարել»։ Պանևկան մտածմունքի մեջ ընկավ։ Հետո հանկարծ ասաց. «Եթե ես ընդունենք, թողնեմ գարեջուր խմելը, տարվա ընթացքում քանի գիրք կարելի է գնել»։ «Վա՜հ», բացականչեց Յասը, «երևի 100»։ Իգնացին բռնեց գլուխը, հետո շփոթված շարունակեց. «Գիտես ինչն է ինձ տանջում։ Ես շատ կցանկանայի ամեն ինչ իմանալ, բայց կարդալու հետ շատ գլուխ չունեմ, իսկ գրելու մեջ էլ շատ հաջողակ չեմ։ Եթե որևէ մեկն ինձ օգներ վերհիշելու»։ Յասի աչքերը բոցկլտացին։ «Ես քեզ կսովորեցնեմ ամեն ինչ», բացականչեց նա Պանևկայի թևը բռնելով։ Այդպես կնքվեց համաձայնագիրը։ Ենթավարպետը թողեց գարեջուր խմելը, հրաժարվեց թատրոնից ու դրանց փոխարեն գրքեր էր գնում ու տալիս Յասին։ Դրա փոխարեն Յասը նրան սովորեցնում էր կարդալ, գրել, մի քիչ հաշվել, իսկ ամենագլխավորը նրան պատմում էր շատ զարմանահրաշ պատմություններ։ Այդ օրվանից ամեն տոն օր առավոտից մինչև երեկո նրանք միասին էին անցկացնում։ Դասերը երկար չէին տևում, բայց կարդալուն վերջ չկար։ Յասը կատարում էր կարդացողի պարտականությունը, իսկ ենթավարպետը աչքերով խժռելով նրան լուռ լսում էր։ Հասկանում էր արդյոք Յասը, թե որքան շատ է իր ազդեցությունը Պանևկայի վրա, և ինչպես անսահմանորեն է նա նվիրված իրեն։ Դժվար թե։ Տղան սիրում էր նրան, բայց ամենից շատ սիրում էր Իգնացի բերած գրքերը։ Նա անգիտակցաբար զգում էր, որ իրենց խոր անդունդ է բաժանում։ Իհարկե, բաժանելով գիտակցության երկու տարբեր ձևեր՝ ակտիվ ու պասիվ, ինչպես երկու տարբեր անհատականություն, որոնցից մեկը բթամիտ, պաղարյուն և անտաշ է, իսկ մյուսը տաղանդավոր է, եռանդուն, շուտ տպավորվող ու լավ դաստիարակված։ Եվ եթե Պանևկան շատ էր կապված Յասի հետ, տղան կարող էր առանց նրա էլ յոլա գնալ, երբեմն նույնիսկ ձանձրանում էր նրա հետ։ Դա զարմանալի չէ, քանի որ այդ անհամար ու երբեմն էլ անիմաստ հարցերը, այդ աղոթողի հայացքները, ամեն մի խոսքի նկատմամբ աներևակայելի հավատը, որն արտահայտում էր Պանևկան,
չափահաս մարդուն անգամ կձանձրացնեին։ Անսահման կապվածությունը բոլոր դեպքերում աներևակայելի շղթաներ է դնում սիրած էակի վրա, և դրա համար էլ շատ շուտ ամեն ինչ ձանձրացնում է։ Յասի կապը պան Կարոլի ընտանիքի հետ բոլորովին ընդհատվեց։ Դերձակի մոտ աշակերտ ընդունվելուց հետո տղան այնտեղ էր գնացել ընդամենը 3 անգամ։ Առաջին անգամ պանին նրա հետ խոսեց նախասենյակում և հրամայեց կերակրել նրան խոհանոցում։ Երկրորդ անգամ պան Կարոլը նրա վրա թափեց խրատների մի երկար շարան, խորհուրդ տալով սիրել, հարգել ու լսել վարպետին և ընկերների հարգանքը վայելել։ Երրորդ անգամ հենց նրա քթի առջև փակեցին մուտքի դուռը։ Այդ օրվանից նա այլևս չգնաց ու սրտում ոխ պահեց նշանավոր մարդասերի նկատմամբ, որի խրատները Յասի կարծիքով անիմաստ էին։ Լսել վարպետին նշանակում է գարեջուր և օղի խմել, քցնել ու սուտ ասել։ Ընկերների հարգանքը վայելել նշանակում է գողանալ ու նորից սուտ ասել։ Մտածելով այդ խրատների իմաստի մասին, Յասը, չնայած իր 11 տարիներին, ուսերն էր թոթվում։ Այդպես անցավ ամառը, աշունը և նույնիսկ ծննդյան տոնը։ Նավակատիքի տոնին Յասը որպես նվեր վարպետից բաճկոնակ, իսկ պան Կարոլից հետևյալ նամակը ստացավ, հասցեագրված դուրսկուն. Յասին տոներին տուն չեմ հրավիրում, քանի որ հավանաբար ես տանը չեմ լինի։ Այն փողերից, ինչ մնացել էր հանգուցյալ այրուց հետո, և որքան ես խնայողական դրամարկղ կղտրեցի, Յասին հարկավոր իրերի գնման համար ուղարկում եմ 10 ռուբլի։ Հիշեցնում եմ նաև, որ նա միշտ պիտի լսող լինի և աղոթի մոր հոգու հանգստության համար։ Ձեր խոնարհ ծառա Կարոլ։ Կալասանտին այդ նամակը բարձր կարդաց բոլոր ենթավարպետների ու աշակերտների ներկայությամբ, առանձնապես շեշտելով ողորմած պան Դուրսկի և խոնարհ ծառա արտահայտությունները։ Հետո ավելացրեց. «Այ, տեսնում ես, դու պիտի լսող լինես ու աղոթես մորդ հանգստության համար։ Խոնարհ ծառա։ Իսկույն երևում է, պարոնս, որ այդ Կարոլը օրինավոր մարդ է, չէ՞»։ Այդ լսելով Յասը սեղմեց բռունցքները։ Նա համոզված էր, որ պան Անզելմը այդպիսի նամակ չէր գրի։ Բոլոր տոներին պան Դուրսկին ու իր կինը զվարճանում էին երկու քերով բեների նման։ Մկրտության տոնից հետո նրանք նորից փակեցին խանութը իրենց որդու ծննդյան տոնի առթիվ, իսկ հաջորդ օրը ճիշտ է խանութը բացեցին, բայց տերերը Յասին ու Ենդրյուսին խանութում թողնելով քաղաք գնացին։ Պան Դուրսկայան հիշել էր, որ այսօր իր հոր կողմից մորաքրոջ հորեղբոր աղջկա ծնունդն է, իսկ հաջորդ օրը երկուսով էլ ստիպված պիտի լինեին տանը նստելու, քանի որ Պանևկան քաղաքում ինչ-որ գործեր ուներ։ Խանութը հսկող երկու տղաներից մեկին Յասին մենք արդեն գիտենք, հետևաբար հարկ է ծանոթանալ նաև Ենդրուսի հետ։ Ազնիվ տղա, այդպիսի կարծիքի էին Ենդրուսի մասին վարպետն ու նրա կինը։ Աշխատել նա իհարկե չէր սիրում, բայց ամբողջ օրը ննջել կարող էր։ Նա աչքի էր ընկնում նաև իր հավատարմությամբ, ամեն մի առիթով համբուրում էր տիկնոջ ձեռքը և երբեք վարպետին չէր մատնել։ Սակայն այդ հրաշալի տղան երկու թերություն ուներ՝ թույլ էր հաշվի մեջ և երբեք բախտը չէր բերում։ Եթե նրան ուղարկում էին 6 զլոտի արժողությամբ որևէ ապրանք գնելու և դրա համար տալիս էին 1 ռուբլի, ապա նա ընդամենը 16 կամ 18 գրոշ մանր էր բերում։ Երբ հարցնում էին, թե որտեղ է մնացած 4 գրոշը, նա զարմանում էր, լաց լինում, ձեռքը համբուրում և չնայած խոնարհաբար, բայց հաստատակամ պնդում էր, որ այնքան մանր է բերել, որքան որ պահանջվում է։ «Այ քեզ բթամիտ», նրա ականջները քաշելով այն ժամանակ գոռում էր վարպետը։ Ավելի վատ բան էլ էր պատահում։ Հանկարծ փողոցում որևէ սրիկա ազնիվ Ենդրուսի ձեռքից փախցնում էր մի քանի զլոտի, իսկ մի անգամ նույնիսկ նոր անդրավարտիքը տարան, որը տանում էր պատվիրատուին։ Պան վարպետը իհարկե ցանկացավ գոտու ջարմանդով 1-2 անգամ հասցնել նրան, բայց տիկինը պաշտպանեց Ենդրուսին։ «Թող դրան», ասաց կերկինը, «միթե կարելի է տղային ծեծել այն բանի համար, որ նրա բախտը չի բերել։ Պատահում են այդպիսիները։ Մեկին նույնիսկ մախատն է սափրում, իսկ մյուսների դանակն է բթանում»։ Պետք է սակայն նկատել, որ ազնիվ Ենդրուսը շատ ու շատ անգամ էր սափրվում մախաթով։ Այսպես ուրեմն այդ հիշարժան օրը
Երբ տանտերերը մի քանի ժամ է ինչ բացակայում էին ու պատվիրատուներ էլ չկային, ազնիվ Ենդրուսը դարձավ Յասին. «Որևէ գիրք բերեիր կարդայիր, թե չէ ձանձրույթից կսատկես»։ Կատարյալ անբանի բերանից այդ խոսքերը լսելով Յասը զարմացավ, բայց և այնպես բարձրացավ ձեղնահարկ։ Այնտեղ նա մնաց մոտ 10 րոպե, իսկ երբ վերադարձավ, նկատեց, որ Ենդրուսն ինչ-որ բանից խիստ անհանգիստ է, նույնիսկ ձեռքերը դողում են։ Անուշադրության մատնելով այդ հանգամանքը, Յասը բացեց գիրքը և ընկղմվեց ընթերցանության մեջ։ Նույն այդ երեկոյան պանի դուրս կայան գրասեղանի դարակը բացելով հարցրեց ամուսնուն. «Դու փող ես վերցրել շշմածի մեկը»։ «Ես, ոչ, իսկ ինչ կա»։ «Այն, որ այստեղ 10 ռուբլուց ավելի չկա, հասկանում ես հարբեցողի մեկը», բարկացած բացականչեց կինը։ «Հիսուս Մարիա», բացականչեց անմիջապես զգաստացած դուրսկին։ «Երևի գողացել են»։ «Իհարկե գողացել են, ես նույնիսկ չգիտեմ երեկ է դա եղել, թե այսօր»։ Պահարանների ետևում շրշյուն լսվեց, բայց ամուսինները ուշադրություն չդարձրեցին։ Մի փոքր մտածելուց հետո վարպետը հայտարարեց. «Գիտես, դու ոչ մեկին առայժմ ոչինչ մի ասա։ Վաղը, երբ տղաները կիջնեն արհեստանոց, ես կստուգեմ նրանց արկղերը։ Դու հիշում ես, թե ինչ փողեր կային այնտեղ»։ «Մի 10 թղթադրամ, նորից կպցված 3 ռուբլյանոց։ Դա ես անմիջապես կճանաչեմ։ Եվս 2 արծաթե դրամ, 5 և 2 զլոտի արժողությամբ»։ «Կգտնվեն», ասաց վարպետը, «միայն թե սուս։ Փառք Աստծո, որ մեծ փողերի տեղը չգիտեն»։ Բակ տանող դուռը կամաց բացվեց, և պահարանի ետևից ինչ-որ կծկված ու դողացող ստվեր զգուշորեն դուրս պրծավ։ Բայց ամուսինները դրա վրա էլ ուշադրություն չդարձրին։ Կեսգիշերին մոտ ձեղնահարկում, երբ տղաները խոր քնի մեջ էին, նույն այդ ստվերը դեպի Յասի անկողինը ականջ դրեց նրա համաչափ շնչառությանը և վերջապես օձի ֆշշոցին նման ձայնով շշնջաց. «Յաս, Յաս»։ Այդ շշնջյունը չարթնացրեց որբին, բայց երազների տեղիք տվեց։ Երազում Յասը գտնվում էր մի անծանոթ ու մութ սենյակում, և ինչ-որ մեկը կողքի խցիկում թաքնված ջանում էր իր մոտ կանչել նրան ու շշնջում էր. «Յաս, Յաս»։ Ձայնը, չնայած և ծանոթ էր տղային, բայց և այնպես վախեցնում էր նրան։ Չգիտես ինչու նրան թվում էր, թե այդ ինչ-որ մեկը, որ թաքնվել էր դռան ետևում, անպայման հագել էր ոչ թե իր սեփական, այլ կնոջ հին քրքրված հագուստ, և նա սարսափելի էր։ Անհասկանալի էր, թե ինչու, բայց նա տեսնում էր այդ տեսիլքը. երկար հասակ, նողկալի դիմագծեր, դեմքին երկերեսանի ժպիտ, և զգում էր, թե մազերն ինչպես են սարսափից ցցվում։ Նրան արդեն վախեցնում էր ոչ միայն այդ խորհրդավոր չարագուշակ էակը, այլև այդ դատարկ սենյակներն ու անթափանց խավարը։ Նա ցանկացավ փախչել, բայց ոտքերը չէին հնազանդվում։ Մինչ այդ կիսաբաց դուռը փոքր-ինչ ճռնչաց, և դռան ու կողափայտի միջև առաջացած ճեղքի միջից նա պարզ տարբերեց հին քրքրված կանացի հագուստը, երկերեսանի ժպիտն ու տեսիլքի մեռած աչքերը։ Յասը տնքոցով վեր թռավ անկողնուց և կարծես ցերեկով տեսավ մարդկային մի կերպարանք, որը շտապ փակեց իր արկղիկը և կուզեկուզ մոտեցավ Ենդրեկի անկողնուն։ Սակայն Յասը դա վեր գրեց երազին ու նորից գլուխը դրեց կոշտ բարձի վրա։ Առավոտյան, երբ Յասը գնաց քաղաք գնումներ կատարելու, ազնիվ Ենդրուսը կրպակ իջավ, իսկ մնացած աշակերտները նստեցին իրենց գործատեղերում։ Պան Կալասանտի մի ենթավարպետի ներկայությամբ ստուգեց ձեղնահարկի բոլոր արկղերը, որպեսզի գտնի երեկվա հանցագործության հետքերը։ Որոնումները 1 ժամ տևեցին և առանց կասկածելու ավարտվեցին հաջողությամբ։ Պան վարպետը զարմանքից սուլելով և աշխարհի տակ ամեն ինչ հայհոյելով արագորեն խանութ իջավ, որպեսզի կնոջը զեկուցի որոնման արդյունքների մասին։ Այստեղ նա տեսավ Յասին, որը հենց նոր էր վերադարձել քաղաքից։ Նրան տեսնելով, զայրույթից իրեն կորցրած դուրսկին բռնեց տղայի ձեռքն ու գոռաց. «Ահա և դու, գող սրիկա, ես քեզ հարազատ որդու պես եմ սովորեցրել, հետդ դայակություն եմ արել, իսկ դու շնորհակալության փոխարեն կողոպտեցիր ինձ։ Ես քեզ ցույց կտամ»։ Յասը զարմանքից քարացավ։
իսկ ոչ քիչ զարմացած Դուրսկայան բարկությամբ գոռաց ամուսնու վրա. «Դու ինչ է ծերուկ, խելքդ թռցրել ես, ինչեր ես դուրս տալիս»։ Վարպետը մի տոնցած իջավ. «Ես քեզ բան եմ ասում, նա կողոպտել է մեզ, ահա, տես թե նրա արքղիկում ինչեր գտա»։ Եվ նա կնոջը ցույց տվեց 3 ռուբլյանոցը և 2 արծաթյա դրամներ 5 ու 2 զլոտի արժողությամբ։ Պանի Դուրսկայան փլվեց աթոռի վրա։ «Ողորմած Աստված», քրթմնջաց նա, «ինչպիսի երկերեսանի մարդիկ կան աշխարհում»։ Վարպետը նորից դարձավ դեպի Յասը և ձայնը բարձրացնելով գոռաց. «Խոսիր, երբ գողացար, ինչ արեցիր 10 ռուբլին»։ Յասը բռնեց վարպետի ձեռքը և նայելով նրան հուսահատ արցունքոտ աչքերով, այնպես դողալով ու հեծկլ տալով, որ նույնիսկ քարե սիրտն անգամ կփափկեր, կրկնում էր. «Պան, ինչ եք ասում, միթե ես ձեզանից փող կվերցնեմ, ես…» «Ուր է 10 ռուբլին»։ Տղայի դեմքին խփելով, անհողդող ձայնով բղավեց վարպետը։ «Խոստովանիր, թե չէ ոստիկանություն կուղարկեմ»։ Արտասուքներից խեղդվելով, Յասը հոգնատանջ ձայնով բացականչեց. «Պան վարպետ, ես չեմ վերցրել, ազնիվ խոսք», ու սկսեց ձեռքերը կոտրատել։ Պանի Դուրսկայի հաստ դեմքի վրա կարելի էր անվստահություն ու խղճահարություն կարդալ, բայց նրա անհողդող դամուսինն այդպիսի թուլությունների սովոր չէր, և տեսնելով, որ ոչ գոռգոռոցները, ոչ ծեծը ոչ մի արդյունք չեն տալիս, հանկարծ մի ամբողջ օկտավա ցածրացրեց ձայնը և անսովոր հանգստությամբ ասաց. «Ենდրեք, կանչիր ոստիկանին»։ Ազնիվ տղան անշտապ դուրս եկավ, իսկ Յասը զգաստացավ։ Հիմա միայն նրա ուղեղին հասավ, որ իրեն կասկածում են գողության մեջ։ Հիշողության մեջ կայծակի արագությամբ անցան մոր խրատները, հոգու խորքում բարձրացավ ատելությունը հանցագործության նկատմամբ, ու հանկարծ աչքերի առջև պատկերացավ մի քանի տարի առաջ տեսած պատկերը՝ զինվորներով օղակված մարդկանց ամբոխը, որոնք շղթայակապ էին, դրանք հանցագործներ էին և հիմա այդպիսին են համարում նաև իրեն։ Տղայի աչքերի առջև սևացավ, ականջները խշշացին, կարծես լսում էր շղթաների զրնգոցը ու փողոցային ամբոխի գոռոցները։ Նա նետվեց դեպի դուռն ու դուրս փախավ։ «Բռնի՛ր», կանչեցին նրա ետևից։ Յասը վազեց միջանցիկ բակը, այդտեղից մի ուրիշ փողոց և անհետացավ անցորդների ամբոխի մեջ։ Ճաշին վարպետ Դուրսկու խանութում շատ մարդ էր հավաքվել։ Այդտեղ կային աշակերտներ, ենթավարպետներ, հարևաններ, և պան Կալասանտին մի քանի անգամ ամեն մեկին նույն բանն էր կրկնում, թե ինչպես Յասը կողոպտեց իրեն, թաքցրեց 10 ռուբլին և վերջապես փախավ սատանան գիտե թե ուր։ Այդ պահին ներս մտավ մինչև այժմ բացակայող Պանևկան, որը երևի կարոտել էր աշխատանքին, գուցեև Յասին։ «Ահա, ինչպես են գործերդ, պանի գնացի, բայց քո դաստիարակը համա թե գործեր կատարեց, հա»։ Բացականչեց վարպետը ու բոլոր մանրամասներով նորից պատմեց գողության, խուզարկության, պակասող 10 ռուբլու և Յասի փախուստի մասին։ Պանևկան նրան լսում էր քարացած դեմքով։ Հանկարծ շրջապատողներին զննելով նա առաջ թեքվեց։ Աչքերը դեղնականաչավուն գույն ստացան, իսկ անկենդան շրթունքների տակից դուրս ցցվեցին ցանցառ ու ծուռ ատամները։ Զարմացած վարպետը դադարեցրեց պատմությունը։ Սենյակում խուլ որոտ լսվեց, և նույն պահին Պանևկան վրա հասավ ազնիվ Ենդրյուսին ու բռնեց նրա կոկորդից։ Հրաշալի տղան կապտեց, փլվեց ծնկների վրա և չնայած ոչ ոք ոչինչ էլ չէր հարցրել, խեղդված ձայնով խռխռաց. Ես… Տիրած լռության մեջ պարզորոշ 2 շշունջ էր լսվում։ «Փողը երբ խցկեցիր Յասի արքղիկի մեջ», հարցնում էր ենթավարպետը։ «Այսօր գիշեր», պատասխանում էր հրաշալի Ենդրյուսը։ «Դրա մարկղն ինչպես բացեցիր»։ «Կեռիկի օգնությամբ»։ «Մնացած փողերն ուր են»։ «Բաճկոնակիս մեջ են»։ Դա անհավատալի հանգիստ հարցաքննություն և չլսված արագ խոստովանություն էր։ Ենդրյուսի վերջին խոսքերից անմիջապես հետո Պանևկան քաշեց նրա բաճկոնակից և աստառի տակից հանեց ճմրթված 10 ռուբլյանոց թղթադրամը։ «Քո՞նն են»։ Թղթադրամը շպրտելով վաճառասեղանի վրա հարցրեց վարպետին։ «Այո, իմն են», պատասխանեց վախեցած Դուրսկին։
Թող Աստված պատժի ձեզ, ձեր կասկածների համար, ձեզ ու ձեր երեխաներին, գոռաց Պանևկան։ Հետո ոչ մեկին չնայելով դուրս եկավ խանութից, իսկ նրա ետևից ենթավարպետի պես զայրացած հեռացան նաև մյուսները։ Խանութում մնացին 3 հոգի՝ Դուրսկի ամուսիններն ու ազնիվ Ենդրուսը։ Վարպետը, որն իր խելացիությամբ երբեք աչքի չէր ընկել, հիմա ընդհանրապես խելքը թռցրել էր։ Հոնքերը կիտելով ու մատները շրխկացնելով, նա մի քանի անգամ չափչփեց խանութը և վերջապես կանգնելով իր հարգարժան կողակցուհու առջև բացականչեց. «Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ»։ Պանի Դուրսկայան նրան նայեց ոչ այնքան բարեհամբույր հայացքով, բայց չընկճվող վարպետը շարունակեց. «Այ հենց հիմա կգնամ ու կփնտրեմ նրանց, ու երկուսին էլ տուն կբերեմ, Պանևկային ու Յասին։ Ֆրանյա, սիրելիս, տուր ինձ մի զլոտի»։ Պանի Դուրսկային, ինչպես հետո ինքն էր պատմում, այդ խոսքերից հետո քիչ էր մնում կաթվածը խփի։ Նա այնպես վեր թռավ տեղից, այնպես հասցրեց ամուսնուն շրըխկ, ձախ ականջին, շրըխկ, աջ ականջին, որ թշվառը հազիվ կարողացավ ոտքի վրա մնալ։ Չսպասելով ոչ զլոտիին, ոչ էլ ռազմական գործողությունների շարունակությանը, նա հափշտակեց Ենդրուսի գլխարկը, որ միայն գագաթը կծածկեր, մեծ արագությամբ դուրս փախավ և շունչը ետ բերեց գարեջրատանը, ճակատագրի կողմից հալածվածների ծարավը հագեցնող այդ միակ հաստատության մոտ։ Իսկ Պանի Դուրսկան այդ պահին դառը անիծում էր. «Ախ, ինչքան մեղք եմ ես, որբս, ախր ինչու կապվեցի այդ անբանի հետ, ինչու չամուսնացա որևէ ազնիվ ծառայողի հետ, մի դյուժին երեխաներ կունենայի և ոչ թե այդ երկուսը, այն էլ անպետքներ, դերձակի որդիներ։ Ախ, մայրիկ, ինչու դու ինձ աշխարհ բերեցիր։ Ենդրուս, լսում եմ, պանի տանտիրուհի», գայլի ձագի նման պահարանի ետևից դուրս գալով փնթփնթաց նողկալի տղան։ «Ապա թռիր ու մի գավաթ կարե», բայց այդ պահին նրա հայացքն ընկավ նողկալի բանսարկուի վրա։ Նա հիշեց նրա հանցագործության, Պանևկայի խիստ անեծքի մասին և կատաղությամբ հափշտակելով մկրատը շպրտեց խարդախ Ենդրուսի վրա։ Բայց վերջինս հարվածից խույս տվեց և մահվան կամ խեղանդամության գործիքը զրնգոցով ետ թռչելով պատից տնկվեց հատակի վրա, իսկ Պանի Դուրսկան հաստ ափերով գլուխը բռնելով վաճառասեղանի ետևում նորից սկսեց իր ողբուկոցը։ «Ախ, ես վիրավորեցի որբուկին, ախ, Աստված կպատժի ինձ ու իմ երեխաներին, և այդ ինչ անցավ Պանևկայի մտքով, որ այդպիսի ծանր անեծքներ տեղաց մեր գլխին»։ Այդ պահին Յասը վազում էր, ինքն էլ չիմանալով թե ուր։ Նրան թվում էր, թե փողոցները, մարդիկ, սահնակները և նույնիսկ երկինքը իրենից երես են թեքել։ Նա խորապես վիրավորվել էր զազրելի մեղադրանքից, գիտակցում էր իր անմեղությունը և չնայած դրան, ամոթ, սարսափ ու հուսահատություն էր զգում։ Նրան ով կհավատար, որքան էլ երդում ուտի։ Չէ՞ որ ինքն էլ չի կարող բացատրել, թե փողերն ինչպես են ընկել իր արկղիկի մեջ, որտեղ կդնի իր գլուխը, երբ իջնի խավարը, ինչով կհագեցնի իր սովը, որն արդեն սկսել էր զգացնել տալ։ Նա անվախ միայն մի մարդու մոտ կգնար, նույնիսկ այդպիսի մեղադրանքով սևացած, միայն մեկի մոտ։ Եթե ընկներ նրա ոտքերը և ասեր. «Մայրիկ, ես մեղավոր չեմ», նա կհավատար իրեն և նույնիսկ կփրկեր ձեռնակապանքներից, որոնց չարագուշակ զրնգոցը անընդհատ հոգու խորքում էր։ Բայց մայրը պառկած է թաց հողի մեջ, և չնայած նա ձգտում է դեպի որբուկը, չնայած ուրախ կլիներ նրան օգնության հասնել, բայց կիսափտած դագաղի տախտակները ու սառնամանիքով գամված գերեզմանաթումբը թույլ չեն տալիս։ Մայրն անզոր է, անզոր այն ժամանակ, երբ ամբողջ հասարակությունը օրենքի անունից պատրաստ է զինվելու իր որդու դեմ։